Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օլիգարխիական բարեգործություն ու թալան է ձեր ուժի կողմից աջակցություն այն համայնքներում, որտեղ ուժեղ Հայաստանը հաղթել է եւ հայտարարել է, որ հասնելու է այն վիճակին, որ ձեզ զրկի բարեգործություն անելու հնարավորությունից, ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը։ Հաշվի առնելով Ծառուկյանի հետ այս ընթացքում ինչ է կատարվում։ Ահա։ Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն մի $1500 բիզնես ուներ ու սեղաների տակով սենց վազվզում էր, այս կողմեն կողմ իրեն հովանավորներ էր ման գալիս, արել եմ, անում եմ և անելու եմ, որտև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից։ Պարոն Կարապետյան, բայց չեք համարում, որ դա սպառնալիք է եւ գուցե ձեր մյուս բիզնեսներն էլ, ինչպես օրինակ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները հերթով հանձնում են պետությանը եւ իրենց կողմից կառավարիչներ, ղեկավարներ նշանակում։ Դե թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես, գյորմամի ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք թող կառավարեն։ Տեսնենք ինչ եք թողեն, քարին եսա չեն թողի, իրենք հնարություն ունեին, նորից եմ ասում, Հրազդանի ցեմենտը արդեն քանի տարի իրեն ձեռքում է, թող կառավարեն, հեսակ տեսնեք ինչ կանեն այդ նույն ցեմենտի գործարանի հետ, կոնյակի գործարանի հետ։ Դա միջազգային ներդրողների համար սպառնալիք չի եւ մտահոգություն։ Իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրող։ Դա ընդամենը ինչ որ հայտարարություններ են անում, նախընտրական հայտարարություններ են, դուք լրագրողները կարող եք ուսումնասիրել 24 թվականին, 25 թվականին, 26 թվականի արդեն 6 ամիս անցավ։ Քանի հատ միջազգային ներդրող է եղել եւ ինչքան գումար են ներդրել։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը հայտարարում է, որ բազմաթիվ աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն այն վայրերում, որտեղ ձեր թիմը ամենաշատ քվեներն է ստացել։ Ուզում եմ հասկանալ, սա ինչ է նշանակում։ Արդյոք Հայաստանը սահմանափակում է ձեր ուժի համար այն վայրերում, որտեղ որ ձեր ամենաշատ ձայներն եք հավաքել։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց ունեմ, տվեք։ Ազգային ժողովում արդեն ելույթ դուք որտեղ տվեցիք ձեր։ Ես հարց չեմ տվել դեռ։ Արդեն մեկնարկել են հասցրել եք տպավորություններով Իսվեն թիմում քննարկել եւ մի հարցել ամենաթեժ քննարկումներից մեկը Հայփոստին էր վերաբերում, երբ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պետականացումից հետո 0 դրամ դիվիդենդ է պետությանը վճարել եւ վնասով է աշխատել։ Ինչու է այս պրոցեսը շարունակվում։ Սպասենք։ Ես չեմ ուզում անդրադառնամ Հայփոստին, եթե ավելի հետաքրքիր հարցեր կլինենք, պատասխանեմ, որովհետեւ դա Պարոն Կարապետյան, հիմա այդ մարդու կինը աշխատում է Հայփոստում, ինչ բնութագրեմ կինը լավ է աշխատում թե վատ։ Պարոն Կարապետյան, մոտ 2 ամիս առաջ դուք հայտարարեցիք Եթե ինքը աշխատեր, անպայման կմտագրեի։ Պարոն Կարապետյանի, մոտ 2 ամիս առաջ դուք ընտրություններից հետո հայտարարեցիք կոնսոլիդացիա սկսելու մասին, քաղաքական ուժերի հետ համախմբվելու գործընթաց նախաձեռնելու մասին, նաև առաջարկում եք, որ կամերաների առաջ բաց նստեք, քննարկեք, խոսեք, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ձեր այդ գործընթացը ինչ փուլում է, արդյոք մեկ հանդիպում եղել է եւ ինչ էր, խնդրում եմ կմանրամասնեք, որ ուժերի հետ եք հանդիպել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, նու գլխավոր ուժերի հետ եղել են, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ եք քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ հեռանկարներ։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են այդ ճանապարհները։ Կարծես թե փակուղի մտավ հարցին, երբ ընդդիմադիրները մանդատները վերցին, գնացին խորհրդարան, բնականաբար։ Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։
դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել Ռոբերտ եք։ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով Չեմ հանդիպել, հասկանալի է։ անպայման։ Եվ կասեք օրինակ թեժ աշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք, Ես դուք չեմ եք ուզում օրինակ դա- ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանափակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Պարոն Կարապետյան, օրինակ դուք մինչև էդ էլ ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ դա։ Պարոն Կարապետյան, դուք մինչև էդ էլ ասում էիք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական տրյուգ էր, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում էիք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի։ Այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս։ Դե հիմա գիտեք ինչ, դրա համար մենք անում ենք ամեն ինչ։ Ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Նկատի ունեք այն Դուք նույնիսկ չեք պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք։ Բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ, որ պետությունները ինչ շատ լուրջ պետություններ, դե ոչ բարեկամ պետություններ։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է Ինչ նկատի պահանջում։ ունեք, ով է ստեղծել։ Դե ստեղծել են, որ մեր հեղափոխություն։ Դե ստեղծել են, որ մեր երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, դուք Ադրբեջանին եք ակնարկում, ինչ եք անում։ Դե ինձ մա դուք կհասկանաք։ Չէ, պարոն Կարապետյան, մի քիչ Ոչ բացատրեք, միայն հա։ Ադրբեջանին, ոչ միայն։ Լավ, դուք Դուք տանեն նրան, որ եւ դուք վերջնական պայքարի դուրս գաք, ձեր կողքին շատ քիչ ֆորմատիկ կանեն։ Երևի նկատի ունի իշխանության, օրինակ ընդդիմության Դրանից, մասնելու գործընթացը։ եթե այդպես լինի, ուրեմն դուք եք տուժվելու, հայ ժողովուրդն է տուժվելու, դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, որովհետև, նկատի ունեք։ հա, դուք բոլորը, հայ ժողովուրդը, Ինչու պիտի երազեմ, որ դուք մնաք որ սրանց հեռացնենք, որովհետև առանցին դուք սրանց չեք կարող հեռացնել։ Չէ, դուք խոստանում եք ձեր ընտրողներին, որ հաջորդ իշխանությունն եք, հաջորդ վարչապետը, ձեր թիմակիցները ձեզ պարոն վարչապետով էին համարյա դիմում։ Համարյա չադենց են դիմում։ Այո, այդպես են, դուք նիստեր եք հրավիրում եւ այլն, դա չեղավ։ Հիմա դուք ձեր ընտրողները ինչ Իսկ պիտի ինչը անեն, որ չեղավ։ ձեզ խնդրեն, դուք Ինչը կարողանաք չեղավ։ հեղափոխություն անել։ Իսկ ինչ գիտեք չեղավ, հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով իշխանություն։ Հաջորդ վարչապետը չեք։ Այս պահի դրությամբ։ Լավ, Դեռ փաշ դուք չի, ռեսուրս սպասեք, ունեք մի ձեր քիչ սպասեք։ Մենք համախոհներին ռեսուրս փողոց ունենք, անելու, թե դուք դա բացառում եք, այդ ճանապարհը չեք դիտարկում, Ես ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Իսկ ձեր քննարկումները ինչ են Երբ ցույց ասում տալիս։ Կարապետյան մի վերջին ազգային ժողովի աշխատանքներին անդրադառնանք, ինչ սպասելիքներ ունեք։ Արդյունավետության մասին խոսում եմ խոսել։ Եթե անկեղծ լինեմ, սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ լինելու է թեժ պայքար, բայց ինձ թվում է հետաքրքիր է լինելու։ Բայց կարծիքներ կան, որ ձեր թիմի ելույթները Մեր թիմի ելույթներից շատ էին, դուք օրինակ այդտեղ դիտարկումներ չունեք, Մեր որ լավ թիմի պատրաստված ելույթները փոխարեն չեն գնացել որպես շատ լավ պատրաստված են, դուք էլ դա շուտով տեսնեք։ Այսինքն գոհ եք Առաջին Այս նստաշրջանի պայդրությամբ շատ Քոչարյանի գոհ թիմի եմ։ հետ Հայաստան թիմի հետ համագործակցում եք, օրինակ ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում տարբեր Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկրտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրեն ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Իսկ այդ բաց քննարկումները երբ կլինելու։ Առաջին նստաշրջանի ժամանակ ձեր թիմը երթման տեքստի երբ ընթերցումին ոդքի չկանգնեց, ինչ էր ցանկանում ցույց տալիս քայլը։ Հա, ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների առաջ, Ուշադիր երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբան, ասացիք, որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ Եթե հաջողության անկեղծ լինեմ,
կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, վերջին հարցը։ Ձեր գործով երկու պաշտպաններ, Արամ Արտևանյանը եւ Լիլիանա Գալստյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնան։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաներ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաներ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Մի հարց է պարոն Կարապետյան ու վերջ։ Դուք եք առաջարկել, որ հանդես գա ինքլինացիա։ Ես եմ առաջարկել։ Մի հարց էլ տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի խստացնում է, կոնտրենտ է, չէ, բայց առաջարկել եմ ես։ արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք Դե դուք սպասում եք հասկանում, որ մեզ դա վնաս է տալիս, դա օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա, ինչ կան աղքատացրի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ գործարարների ընդդիմության չեն օգնել Ռուսաստանի բացարձակ, իսկ ինչով են մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացվի մարդիկ փողոց դուրս գան։ Գուցե ձեր հույսը դա է։ Այն մարդը ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այդ հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դուք կարող եք լուծում տալ օրինակ, կարող եք խոսել, օգնել նրանց Եթե ես տնտեսվարներին։ վարչապետ լինեմ, դա կանեմ շատ արագ։ Իսկ որպես ընդդիմադիր լիդեր Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Իսկ ձեր հաշվարկներով Փաշինյանը մինչև հաջորդ ընտրությունները ձգել, թե ձեր քայլերով դուք կարող եք օրինակ արտահերթի հասնել կամ Հայ ժողովրդի համար Աստված չանի, եթե նույնիսկ Փաշինյանը մեկ տարի